Ասացի Տեր, կոտրված եմ և մոլորված, Տեր, ասացի անպտուղ եմ, դեն նետիր ինձ, Տեր, անարժան եմ, բայց դու ինձ լսեցիր, իմ ետևից եկար, իմ որդատունկ, ես քո կոտրված ճյուղն էի, դու ինձ չթողեցիր, որ կոտրվեմ կրակի համար, Տեր ասացի, իմ սիրտը մաշված փայտի հատակ է, դու ասացիր գիտեմ, քո սիրտը քեզանից լավ գիտեմ, յուրաքանչյուր ճակ, յուրաքանչյուր ծանր քար քո սրտի, ես գիտեմ, ասացի Տեր, քեզ շատ սիրում եմ, բայց թող որ գնամ, նայիր ինձ, անարժան եմ, բայց դու վերցրեցիր իմ այս կոտրված բեկորը և քո ձեռքերում սկսեցին փայլել, արցունքներս սրբեցիր, ասացիր, ես քեզ կոտրեցի, որ նորից սարքեմ, որ առաջնորդեմ այն ճանապարհով, որով դու պետք է քայլես, զավակս, դու ինձ նայիր և ինձ վստահիր, ախ ասացի Տեր ուժ չունեմ, ասացիր ես եմ քո վեմն ու ապավենը, դու ինձ նայի և Սուրբ Հոգով առաջնորդվիր և չես մոլորվի, Տեր ասացի, ների չեմ հասկանում, ասացիր խճանքարը կտոր առ կտոր կառուցված է իմ ձեռքերում, տանում է քեզ զավակս դեպի քաղցր ազատում, որ տանեմ քեզ դեպի Սիոն լեռը, ծունկի եկա և ողբացի, ասացի Տեր, ներիր մեղավորիս, խոսքիցդ շեղվեցի, Սաղմոն 147, նա բուժում է սրտով կոտրվածներին և կապում նրանց վերքերը, Եսայի 61, Տերը մխիթարում է Սիոնում սգավորներին, տալիս է նրանց գեղեցկություն մոխրի փոխարեն, ուրախության յուղ սգի փոխարեն, Տեր ասացի, ինձ սքանչելի են քո խոսքերը, որ ինձ տալիս են սիրո թևեր, քեզ հետ ճաղրելու դեպի Սիոն լեռը, դու ես իմ միակ ընկերը, իմ մենության մեջ, դու ես իմ որդատունկը, ես չեմ կոտրվի, դու ես իմ հովիվը, ես չեմ մոլորվի, դու ես իմ ջրի աղբյուրը, ես չեմ ծարավի, դու ես իմ միակ սերը, իմ սիրտը չի կոտրվի, ես քո անունը իմ սրտի վրա դաջեցի, էլ չի մաքրվի, քո սերն էլ իմ սրտում փակեցի, բալանին էլ քեզ հանձնեցի, արա ինչ ուզում ես,